սկզբից ուզում էի, որ Հրանտը խաղար քերու դերը, ով որ խաղացել է Պոնչոն։ Բայց նկատեցի, հասկացա, որ այտենց դերն էլ իր սրտով չի, բայց քանի որ խոսք էր տվել կինոյի մեջ խաղար, ասաց ես դիակի դերը կխաղամ։ Ոչ մեկ մեկա չի ուզում խաղա, ոչ մեկ չի պարկել այդ դաղի մեջ, ես կխաղամ։ Իմ կողմից հանրային դեպս ամենասիրված ֆիլմերից մեկը հայկական մեծ պատմություն փոքր քաղաքում։ Այդ պատմությունը կպատմես ոնց ստացվեց այդ ֆիլմը։ Вообще ռեժիսորը գործը էդի լավ պատմաբան լինելն է, լավ պատմություն պատմել։ Պատմությունը պատմել քո տեսանկյունից։ Եթե դու լավ պատմություն ես պատմում, ինձ թվում է, որ դու կարող լավ ռեժիսոր լինես։ Իսկ սցենարը գրելուց մինչև ֆիլմը, որ հասնում է կինոթատրոններ, մոտավորապես ինչքան ժամանակ է միջինում տևում։ Մուսան էդի գալիս է, բայց եթե ուզում ես աշխատանքդ առաջ տանես, պիտի դիսցիպլինա ունենաս։ Կարող է ես նստեմ այդ 3 ժամվա մեջ մի էջ գրեմ, կարող է մի օր լինի 10 էջ գրեմ, բայց պիտի գրեմ։ Դժվար է այդ տարիներին ֆիլմ նկարել Երևանում։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր ոդկասթի հյուրն է կինոռեժիսոր, սցենարիստ Գոռ Կիրակոսյանը։ Գոռ հետ զրուցել ենք իր նկարած ֆիլմերի մասին, մեծ պատմություն փոքր քաղաքում, սևազգեստ կանայք, խոսել ենք հայկական կինոինդուստրիայի, Հոլիվուդի, ֆիլմ նկարելու, լավ պատմությունների, սցենար գրելու եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, եթե հավանում եք, սեղմեք լայք կոճակը եւ հիշեցնեմ, որ մեր ոդկասթը հասանելի է նաեւ Apple Podcast-ում եւ Spotify-ում։ Դուրս է գալիս ամեն 5 շաբթի, առանց բացառության։ Մեր նոր գործընկերն է Pullman Residence Երևան, կենտրոնից 7 րոպե հեռավորության վրա։ Նոր Նորքի այգիներում միջազգային բրենդը նախագծել ու իրագործում է բնակելի համալիր, որտեղ տարածքի յուրաքանչյուր դետալ ծառայելու է ձեր ընտանիքի բացարձակ հարմարավետությանը։ Պատկերացրեք 70 մետրանոց անեզր լողավազան, սպա սրահներ, 600 մետր քառակուսի մակերեսով ժամանակակից մարզասրահ եւ սպորտային համալիր ֆուտբոլի եւ թենիսի կորտերով։ Հենց ձեր բակում։ Մասնագիտացված անձնակազմ ձեր բնակարանի ցանկացած տեխնիկական խնդիր արագ եւ արդյունավետ լուծելու համար։ Վալետ պարկինգ ձեր հյուրերին մուտքի մոտ դիմավորելու եւ կայանման հոգսը ստանձնելու համար։ Զանգահարեք մանրամասներին ծանոթանալու եւ ձեր անհատական առաջարկը ստանալու համար 055 065 055 հեռախոսահամարով։ Բնակարանը մուտը 2027 թվականի։ Գորջան, ոնց ես։ Լավ, շնորհակալություն։ Ոնց է Երևանում անցնում ժամանակը։ Ժամանակս Երևանում անցնում է աշխատանքային ավելի շատ, բայց շատ շոկ է։ Հա։ Ինչ հետաքրքիր պրոյեկտ է կան նոր Երևանում։ Այո, նոր ֆիլմի վրա եմ աշխատում։ Ամեն ինչ անում եմ, որ այս գալիք աշնանը նկարահանումները սկսենք ու մյուս տարի պատրաստ լինի։ Հայաստանում նկարվելու լրիվ։ Գյումրիում է նկարվելու։ Գյումրիում։ Հա, շատ հետաքրքիր։ Ինչի մասին ալնելու։ Այդ մեկը մի քիչ արի բակագծերը փակ պահեմ, բայց ֆիլմը Հրանտի հետ եմ թոխանցատանում։ Հա, շատ լավ է։ Հրանտի հետ քո մասին մի քիչ խոսել ենք, Թոխացյան այդ քոն իմ կողմից հանրային դեպս ամենասիրված ֆիլմերից մեկը հայկական մեծ պատմություն փոքր քաղաքում, որը այս վերջերս էլի մարդիկ սկսել են դիտեն, քննարկեն, հետաքրքիր է այդքան տարի հետո ֆիլմը ոնց որ երկրորդ Անցյալ շաբաթ ինքը նաև մասնակցում էր Ոսկեծիրանին, հա։ Այո, եւ Ոսկեծիրանը որպես ներկայացրեց արդեն իրան որպես հայկական դասական ֆիլմ։ Քանի տարի անց է։ 20 տարի։ Հա, ֆիլմը դուրս է եկել 2006 թվականի սեպտեմբերին։ Եթե չեմ սխալվում, այդ քո երկրորդ ֆիլմն էր, չէ՞։ Առաջի ֆիլմն էր եւ ինքը իմ կուրսայինն է։ Կուրսայինը։ Ու ոնց ստացվեց, որ պատմությունը կպատմես ոնց ստացվեց այդ ֆիլմը։ Ֆիլմը դե պահ եկա, որ շատ է ուզում ֆիլմ նկարեի, բայց ինչ պիտի նկարեի չգիտեի։ Հետո ես ու հայրիկս, որ իրար հետ այտենց շատ քննարկելուց հետո թե ինչ ֆիլմ կարելի է նկարել, հիշեցինք Նառա Վարդանյանի ընտանիքի պատմությունը, որը իրանց հետ պատահել է, որ սխալ դիակ են բերետուն
այդ գաղափարը վերցնելով ես էլի գնացի Նարայի մոտ, որ եկավ Երևան, գնացի Նարայի մոտ եւ խնդրեցի նորից թազուց այդ պատմությունը ինձ պատմի, ավելի դետալնի, ես այդ ամեն ինչ եմ վաղ sense փոճուր կասետ մագնիտոֆոն կար, sense ձայնագրել եմ այդ ամեն ինչը, միջև հիմա պահած ունեմ այդ կասետը։ Որի վրա հետո մենք գեղարվեստական սցենար ենք գրել։ Դա sense ասեմ, այն ժամանակ առաջի փորձ ունեի ֆիլմ նկարելու, կարճամետրաժ ինչ-որ ֆիլմեր էի նկարել, բայց լիամետրաժը տենց որոշեցի, որ պետքա մի բան նկարեմ, որը ինձանից է դուրս գալիս ու շատ օրիգինալ է։ Ու տենց համոզելով պապային եւ պապայիս ընկերոջը, իրանք տենց մոտ $100,000 փող տվեցին ինձ։ Որ ես այդ լավ ֆիլմը հավոզել ես։ բայց հավատում էին, որ կարող էի անել։ Հա։ Արդեն հավատում էին, որ մի բան կարող եմ անել, որտեվ մինչև կինո նկարելը շատ բան էի կարացել անել, այսինքն տեսահոլովակներ էի նկարել, Միացյալ Նահանգներում ունեինք դեմք շոու, հումորային ծրագիր, բեմական ծրագիր, այսինքն արդեն ես այս process-ի մեջ արդեն ոնց որ մի 5 տարի արդեն Լեփվել էի, հա։ Ու հետո այդ գումարը հայթայթեցիք, հավաքեցիք, Չէ, չհայտատեցինք, այսինքն իրանք տենց դուխով տվեցին ինձի, հա, ես էլ եկա Հայաստան ու դե ժամանակ լրիվ ուրիշ ձև էր կինո նկարելը, կինո նկարելու կուլտուրա չկար, ես էլ ինչքան սովորած, բայց մեկը անփորձ, փորձել ենք, ասենք հավաքել եմ այդ ժամանակվա երիտասարդ դերասաններին, որ այդ ժամանակ ոչ մեկ այդքան էլ հայտնի չէր։ հա։ Ու տենց հավատելով, որ լավ բան ենք իրականացնում, իմ հոգին, իմ սիրտը, իմ էներգիան նվիրելով այդ պրոյեկտին, ամեն ինչ արել եմ, որ լավ բան ստացվի։ Չէ, շատ լավ բան է ստացվել, միանշանակ։ Եթե դեռ պատրաստ չեք գնալ թերապևտի մոտ, ուզում եք ավելի արդյունավետ դարձնել ձեր ընթացիկ թերապիան կամ պարզապես կարիք ունեք հոգ տանել ձեր ներքին վիճակի մասին, Newnorm-ը հենց դրա համար է։ Սա մենտալ բարեկեցության համար նախատեսված համար 1 հավելվածն է App Store-ում եւ Google Play-ում, բայց սա պարզապես հաճելի խոսքեր ասող հերթական AI գործիքը չէ։ Newnorm-ը գիտականորեն հիմնավորված է։ Այն օգնում է ոչ միայն թեթևացնել ծանր մտքերը, այլև հասկանալ դրանց պատճառները։ Ու ամենակարևոր մասը, հավելվածը հիանալի հասկանում է հայերեն, ու ձեր խոսակցությունների հիման վրա կառուցում է mind graph, ձեր մտքերի, զգացմունքների եւ տրիգերների վիզուալ քարտեզը։ Սրա շնորհիվ դուք սկսում եք տեսնել ձեր վարքագծի կրկնվող օրինաչափությունները եւ ավելի լավ հասկանաք ինքներդ ձեզ։ Եթե ունեք կուտակված մտքեր, որոնք ուզում եք մշակել, ներբեռնեք հավելվածը App Store-ից կամ Google Play-ից կամ պարզապես այցելեք newnorm.app։ Իսկ ինքը ֆինանսապես արդարացրեց իրեն։ Իհարկե, հա, դե ինքը այն ժամանակ ուրիշ ձևի էր աշխատում։ Երբ որ ես ֆիլմը վերջացրել էի, բերեցի Հայաստան, այդ ժամանակ մենակ Կինո Մոսկվա կինոթատրոններ աշխատում։ Նայրին փակ էր։ Նայրին փակ էր 2006 թվականներ։ Ես որ բերեցի Մարտին Ադոյան, ով որ այդ ժամանակ տնօրենն էր, լուսահոգի Մարտին Ադոյան, պապայիս ընկերն էր, ասես Գոր ջան, անկեղծ եմ քեզ ասում, որ ընդհանրապես հայկական կինո ոչ մեկ չի գալիս, ոչ մեկ չի նայում։ Մենք մի օր, երկու օր ինչ-որ հայկական կինո որ բերում են, պրոստո տենց որպես հայկական կինո դնում ենք, ցույց ենք տալիս, հետո դե մարդ չի գալիս, խանում ենք, ասաց, քանի որ դու Կարոյի տղան ես, ես քո պապային շատ եմ սիրում, ինձ միշտ կատակով ասում էր դու հայ Ֆելինին ես։ Ասաց ես քո խաթր, պապայիդ խաթր մի շաբաթ փորձեմ օրը 2 սեանսով դնենք, ինչ որ եղավ։ Ու այդ մի շաբաթվա 2 սեանսով ֆիլմը, որ մենք պրեմիերա արեցինք ու սկսեցինք հանդիսատես գալ ու հանդիսատես գալը այնպես չէր, որ մենք շատ հնարավորություններ ունեինք գովազդ անելու, շատ մինիմալ գովազդ արած կինո էր։ Մի երկու հատ պոստեր կար, մի հատ Կինո Մոսկվայի ֆասադին էր, մի հատ այն ժամանակ, եթե հիշում ես, Թումանյան փողոցի օպերայի բանին Ռեշոտկեքին, ասես պոստերներ էին շարում։ Մի պոստերը տեղ էր դրած,
Արտուրին Ջանաբեկյան շատ խնդրեցի, որ ջազվե կաֆեները, որ այդ ժամանակ կային, այտենց բուջուր թռուցիկներ դնենք սեղանին, այտենց գովազդ անելով ինքը ավելի շատ ոնց որ հանդիսատեսը սկսեց գովազդ անել ու Սարաֆանը լավ սկսեց աշխատել ու ֆիլմը մոտ 3 ամիս կինոթատրոններում մնաց 3 ամիս այն ժամանակվա համար ինքը ռեկորդակիր բան էր հիմա էլ տենց չլսված է հիմա այդքան երկար անգամ հայտնի հայկական ֆիլմեր այդքան երկար չեն մնում դեպից ինքը մի կինոթատրոնում էր պատկերացնում ես ոչմ լավ էքսպերիենս էր երիտասարդ ռեժիսորներ լավ էքսպերիենս էր այդ երբ որ սկսեցին մարդիկ ավելի շատ գային տենց ինչ էմոցիաներ էր էլի չեմ կարող ասեմ հիմա տենց ինքը այն ժամանակ իմ համար շատ ուրիշ էր, որովհետև այնպես չէր որ բոլորը այդ կինոն շատ էին հավանում։ Կային մարդիկ հավանում էին, կային մարդիկ չէին հավանում։ Այն ռեակցիան, որ ես այն ժամանակ եմ ստացել որպես երիտասարդ, ինքը միքս էր, այնպես չէր որ ես համլավ համված։ Հա, դե պարզ է, բոլորի ճաշակը տարբեր է։ Այս չգիտես ինչու էս վերջի 5 տարվա ընթացքում ես այնպես գովասանքներ եմ ստանում այդ կինոյի հետ կապված, որ բոլոր ով ինձ տենում ասում է դա ամենասիրած ֆիլմն է, դա աշխարհի ամենալավ ֆիլմն է։ Այսինքն ինձ թվում է ինքը պրոստը ժամանակի ընթացքում լավ կինոպես հինացել է, այտենց համովն է մնացել։ Երևի երբ որ նոր էր ինքը մի քիչ ուրիշ էր։ Հիմա որ ինքը հին է ու բոլորը այդ հին Երևանն են տենում կինոյի մեջ, երևի ուրիշ ռեակցիա, ուրիշ էմոցիա է տալիս։ Նոստալգիա էլ կա։ Կարծում եմ, հա։ Նոստալգիա էլ կա միանշանակ։ Ամենահետաքրքիրը որ վերջի անգամ էս որ անցած շաբաթ ցուցադրում եղավ, կատակները էլի աշխատում էին։ Հանդիսատեսը բարձր ծիծաղում էր, որ ասենք թե պատկերացնում եմ այդ կինոն ինչքան մարդանա է, հաստատ բոլորն էլ, չգիտեմ, լավ բոլորը չասեմ, որովհետև արտասահմանցիներ էլ կային, բայց 90% երևի դալճով նստած էր ֆիլմը դիտած կլիներ ինչ որտեղ ու այդ ռեակցիաները բարձր ծիծաղները շատ սուրպրայզ ստացա ես բայց հաճելի էր շատ հաճելի էր որ հələ աշխատում են այդ կատակները հա շատ բաներ բան են ժամանակի մեջ մնացել են միանշանակ ու մի քանի ամիս առաջ է TikTok ու Instagram ֆիլմից կադրերը սկսել են շատ տարածվեն չգիտեմ նկատել ես թե չէ վերջերս որ Նարան Վարդանյան հարցազրույցի էր գնաց կարծեմ Մանեի մոտ որ պատմել էր որ դա իրանց ընտանիքի պատմությունը ինչ որ մի հատ այտենց վերաշունչ քաշեց ֆիլմը ու սկսեց ավելի էլի մարդիկ սկսեցին այդ ֆիլմի մասին խոսալ ու մարդիկ սկսեցին ինձ մոտենալ ասեն բայց տենց էր այդ իրանց պատմություններ այսինքն շատ մարդիկ չգիտեն բարձը ծիտրերի մեջ իր անունը միշտ գրած է եղել պրոստը մարդիկ չեն երկուսը կպցրել իրար որ դա այդ մարդն է հա հասկացա իսկ դժվար է այդ տարիներին ֆիլմ նկարել Երևանում դժվար էր այն առումով որ մասնագետների փորձը այդքան շատ չէր ես կարծում եմ որ այդ ֆիլմը լավ դպրոց է եղել համել իմ համար որովհետև ես ինքս շատ բան եմ սովորել կինո նկարելու ժամանակ ու կարամ ասեմ բոլոր կինոները իմ համար դպրոց են բայց դա սկսնյակ ռեժիսորի համար լավ էքսպերիենս է եղել, որովհետև դու սկսում ես փորձես այսքան գումարով, այսքան մեծ բան իրականացնես։ Փորձում ես գտնես այն տրյուկերը, ոնց կարելի է անչափ քիչ գումարով, բայց ճոխ կինո փորձես ստանաս։ Հիմա չգիտեմ ինչքան է ստացվել ինք իր ճոխությամբ, բայց ասենք թե իր բյուջեն քիչ է եղել ինչքան որ եղել է բայց դե այն վաղտ էլ Հայաստանում կինո նկարելը ավելի էժան էր քան հիմա հիմա տես բյուջեով դժվար կլինի լիամետրաժ ֆիլմ նկարել նայած ինչ ես նկարում բայց այո այդ ֆիլմը որ ուզենանք նկարենք նորից ավելի թանկ կնստի մեր վրա հա Նամանան բոլոր դերասանները շատ հայտնի են հիմա ու ավելի թանկ հա Իսկ հրանտը որ խաղում էր ֆիլմի մեջ այդ դեր խաղաց, որ ավելի շատ մարդ սկզբից կգա։ Չգիտեմ, չեմ կարող։ Կարծում եմ դե հրանտը այդ ժամանակ շատ հայտնի էր։ Հա։ Այդ ժամանակ հրանտը այդ ժամանակ նկարվում էր մեր բակ 3-ի մեջ։ Նույն ժամանակ, երբ որ ես պիտի ֆիլմը նկարեի։
ու նաև ինչ-որ Ռուսաստանի հետ կապված ներկայացում ինչ-որ նկարում զբաղված էր։ Բայց քանի որ ինքը ինձ խոսք էր տվել, որ պիտի իմ առաջի ֆիլմի մեջ նկարվի, Այդ պատմեց մեր ես չէի դիտարկում իրան դիակի դերը, ես լրիվ ուրիշ մարդու էի պատկերացնում, բայց այդ մարդը հրաժարվեց ու սկսեցին շատ մարդիկ հրաժարվել, քանի որ սնահավատությունը այդ ժամանակ Հայաստանում շատ մեծ էր ու մարդիկ վախում էին դագաղի մեջ պարկեին։ Ու դագաղի հետ կապված խնդիրներ շատ էին լինում, ասենք թե մարդկանց տուն, եթե երբ որ ես տուն էի ման գալիս, ասեմ քեզ երևի այն որ այն 4 եղբայր գողական եղբայրների տունը որ կա, դա երևի չգիտեմ 35-րդ տունն է որ ես նայել եմ, որովհետև որ տունը նայում էի, որ տունը հավանում էի, ասում էին, արի ինչ ուզում ես արա, բար չկա, հրանտն է խաղում 100%, արի ինչ ուզում ես արա, ինչ ուզում եք արա։ Ես շատ հեռվից ասում եմ, դե կինոն թաղման մասին է, դագաղի կրշկեն պետքա դնենք դրան, չէ, ախպերս, այդպես բան չի կարա լինի, անհնարին է, չէ, այդպես բան չեն կարող անել։ Ու տենց տանջվում էի։ Ես նկարանումների մեջ էի, տունը չունեի։ Չգիտեի որտեղ էի նկարելու, անընդհատ ինչ-որ process-ի մեջ էինք։ Մի խոսքով վերադառնամ Հրանտին։ Ես ուզում էի որ Հրանտը այտենց սկզբից ուզում էի որ Հրանտը խաղար քերու դերը, ով որ խաղացել է Պոնչոն։ Բայց Հրանտը քանի որ շատ զբաղված էր ու այտենց անկեղծ ասած հետո ես նկատեցի, հասկացա որ այտենց դերն էլ իր սրտով չի, բայց քանի որ խոսք էր տվել կինոյի մեջ խաղար, ասաց ես դիակի դերը կխաղամ։ Դու մի մտածիր, ոչ մեկա չի ուզում խաղա, ոչ մեկ չի պարկել այդ դագաղի մեջ, ես կխաղամ դու դրա մեջ, որովհետև համել ինքը ասում էր ինձ շատ է դուրս գալիս այդ դիմացի պատմողի ձայնով մասը, էլի այդ voice over-ը որ կա, որ կինոն սկսվում է որ ինքը պատմում է, ասում է շատ է դուրս, ես կուզենամ էդի անեմ, ասեցի դե բայց դա էլ դիակն է, ասեց ես կպարկեմ, բայց ինքը մտածում էր որ ինքը մի օր երկու օր կպարկի ու կեթա տուն, էլ դրա մասին չի մտածի։ Մոռացել էր ինքը ամբողջովին սցենարը կարդալուց, որ ամբողջովին կինոյի ընթացքում ինքը միշտ դա պարկած է։ Ու իրան գալիս են իր մոտ, իրան բարձրացնում են, տանում են։ Ու Հրանտին շատ են տանջել։ Անկեղծ եմ ասում, ինքը ես չգիտեի, նկարահանումների վաղտ եմ հասկացել, երբ որ մարդ պարկած է ու շնչում է, իր փորը բարձրանում իջնում է։ Հրանտը բոլոր այդ տեսարաններում շունչը պահած է։ Բոլոր տեսարաններում, այսինքն մենք որ սկսում ենք նկարել, ինքը ասում է պատրաստ, մատոր, Հրանտ, շունչը պայի, սկսում են իրան խաղալ, որովհետև երբ որ մեկը պարկած է լինում, իր փորը բարձրանում իջնում է, դու նկատում ես դա։ Հա։ Ու այտենց Հրանտին շատ եմ տանջում, համ շունչներ պահում, հետո արանքում տեսա, սենց է անում։ Չի թողում դագաղից դուրս գա, որովհետև կոշիկները, քանի որ մահացածի կոշիկները պետքա թարմ լինի, թափթազա լինի, մաքուր լինի, դե որ մենք այտենց Հայաստանը այդ ժամանակ լավ էլ փոշոտ կեղտոտ, մանավանդ հայ ֆիլմի տարածքում այտենց այդ կոշիկները հենց կպնում էին գեդին, սա մխտրվում էին, ասում էին մի դուսարի, խնդրում եմ, կոշիկներ կեղտոտվի կոշիկներ մի դուսարի։ Ինչ կար, ինչ ուզում էր, այտենց մի 4 հոգի մարդիկ կային, միշտ իր կողքը ֆրֆռում էին, ինչ ու ցանկություն ուներ, կոֆե, աչա, պեչենյա, սա բերում էին իր համար։ Завтрак в Дагաղ։ Շատ սյուր է։ Վստահ եմ լսած կլինեք ինտերակտիվ բրոկերսի մասին, որը աշխարհի ամենամեծ ներդրումային հարթակներից է։ Հիմա արդեն կարող ես հեշտությամբ օգտվել այդ հարթակից իմ գործընկերոջ Ակբա բանկի օգնությամբ։ Էլ սպասել չկա, քո բանկային հաշվից գումարը վայրկյանների ընթացքում փոխանցվում է բրոկերային հաշվիտ եւ հակառակը։ Ակբա Digital հավելվածով դու ցանկացած բայի քեզ համար տեղից կարող ես գնել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF-ներ եւ օգտվել այլ ֆինանսական գործիքներից։ Սկսիր ներդրումներդ հենց այսօր եւ քո ապագա եսը քեզ միայն շնորհակալ կլինի։ Հա, ինքը հետաքրքիր process է եղել, ու ահավոր շոկ էր։ Ես չգիտեի այդ ժամանակ անփորձ լինելով, չգիտեի որ հուլիս ու օգոստոս ամիսներին չարժի կինո նկարել։ Ու մենք հուլիս օգոստոս ամիսներին ենք ֆիլմը նկարել։
ու այդ ես չեմ կարող մոռանամ այն օրը, որ մենք գերեզմանի տեսարանն էինք նկարում, այդ օրը պրոստը վառվում էինք, զոնտիկներով էին կանացված, այն զոնտիկները հանում էին, հայլանդի վրա զոնտիկ էին պահում, բանանջը չսևանա, զագար չտունի։ 40 աշճան շոկ, բաց տարածք։ Ես իմ բոլոր նկարանმა այդ տանջալի շոկորը, չգիտես խի իմ մոտ տպավորված են, չեմ մոռանում։ Մենակ այդ ֆիլմում չեմ, ուրիշ ֆիլմերում էլ կա, բայց էդի հիշում եմ, որ իմ թևերս կարճ մայկա հագնելուց հետո այս մասը սպիտակ էր, այս մասը համարյա կարիճների։ Գիծը երևում է, չէ՞, տես մայկի։ Իսկ հետաքրքիր է դու ռեժիսորի գործը ոնց ես պատկերացնում, օրինակ մարդիկ որ ռեժիսոր են անում, ապա ասում տենց ամեն մեկը ինչ որ մի բան է պատկերացնում, էլի այդ քո կարծիքով ռեժիսորի գործը ֆիլմում։ Вообще ռեժիսորի գործը էդի լավ պատմաբան լինելն է։ Պատմաբան։ Այո, լավ պատմություն պատմել։ Պատմությունը պատմել քո տեսանկյունից։ Եթե դու լավ պատմություն ես պատմում, ինձ թվում է, որ դու կարող ես լավ ռեժիսոր լինես։ Կարանաս բոլորին բացատրես, թե դու ինչ ես ուզում ստանաս։ Ունես որ ընկալի հենց քո ասածը, չէ, ոչ թե ուրիշ բան պատկերացնի։ Եթե չի հասկանում, պիտի ուրիշին բերես ուրեմն։ Որովհետև ռեժիսորը հրամանատար է։ Ինքը չկարողանա մեղը պատին չագուճով խփի, որ այդ նկարը ճիշտ ձևի բան անի, բայց ինքը կարող ասի ոնց է ուզում, որտեղ է ուզում, ինչ բարձրության է ուզում, ու էդի այդ էսթետիկան ինքը տենում է, զգում է։ Հա։ Բայց շատ կարևոր է պատմություն պատմել իմանա։ Դու վստահ եմ հանդիպել ես մարդկանց, որ ուզեցել են անեկդոտ պատմել ու փչացրել են անեկդոտը։ Դե ասում եմ, չէ, չեմ կարող։ Էդի հենց այդ պատմություն պատմելու շնորհքն է, երբ որ մեկը կարող է պատմություն պատմի ու քեզ հետաքրքիր լինի, ծիծաղելու լինի։ Իսկ դա օրինակ քո մոտ բնատուր է, թե աշխատել ես, որ կարողանաս պատմությունը ավելի ճիշտ կառուցես, ավելի լավ պատմես։ Ինձ թվում է իմ մեջ դա միշտ եղել է, բայց ես իմ վրա աշխատել եմ, ես սովորել եմ, թե սցենար գրելուց, թե ինչ պետք է անեմ, որ ինքը պատմությունը ավելի հետաքրքիր լինի, ունենա շերտեր, մի գիծ չլինի, մի քանի գծեր լինեն։ Դա սովորել եմ, դա ինքս ինձ դաստիարակել եմ, սովորացրել եմ, պարապել եմ, նայել եմ, ուսումնասիրել եմ ու փորձել եմ վարպետ ռեժիսորներից այդ ամեն ինչը քաղեմ եւ ավելացնելով իմը ներդրում իմ ստեղծած պրոյեկտի վրա։ Դա քո ստիլը արդեն։ Իսկ որ ռեժիսորներից ես ոգեշնչվել, ում ես շատ սիրում։ Շատ ռեժիսորներ կան, անկեղծ եմ ասում, այտենց որ բան, բայց ես քեզ մի բան ասեմ, այն կինոները, որ ես եմ սիրում նայել, այն կինոները չի, որ ես նկարում եմ։ Ես շատ ուրիշ տեսակի կինոներ եմ սիրում նայել, որը ինձ իսկապես հաճույք է տալիս։ Ես տրիլեր ժանրի կինոների սիրահար եմ, ես Դեյվիդ Ֆինչերի ստիլիստիկայի սիրահար եմ, բայց ասենք թե իմ կինոները հետ կապ չունեն դրա հետ։ Կարող է մի օր ինչ-որ ցանկություն լինի այդ տեսակի կինո նկարեմ կամ մեջից եթե տես պատմություն դուրս գա, փորձեմ այդպես բան իրականացնեմ, փորձում եմ։ Հիմա այսինքն քանի որ 20 տարի է, 21 տարի է կինոաշխարհի մեջ եմ, ասենք թե 7 հատ ֆիլմ եմ նկարել եւ արդեն պատրաստում եմ 8-րդը նկարեմ, փորձում եմ արդեն չգիտեմ, երևի հասունացած ռեժիսորի պատմություններ պատմում եմ։ Հիմա փորձում եմ այդ ճանապարհով գնամ, թե ինչ տեսակի պատմություններ կգան, որ ես կպատմեմ, դա հիմա անկեղծ ասած չգիտեմ, բայց ուզում եմ արդեն գնալ այդ ճանապարհով։ Շատ եմ սիրել միշտ Սպիլբերգի ձեռագիրը, Գայ Ռիչի ձեռագիրը, Թոմ Թվակվայերի ձեռագիրը, Հիչքոկից եմ շատ բան սովորել, Մարտին Սկորսեզի ֆիլմեր կան, որոնք իսկապես հոյակապ ֆիլմեր են ու ինձ այդպես միշտ ոգևորել են։ Կարամ լիքը այդպես անուններ ասեմ։ Շատ Coen Brothers-ի ֆիլմերից կան, որոնք պրոստը իմ համար
կարամ ասեմ masterpiece են։ Որոնք Օրինակ Fargo-ն եմ շատ սիրում, ուզում եմ բանես վերջինի վերնագիրը մոռացա, վերջիններից էր որ բան նախաղում, Javier Bardem նախաղում, որ killer-ը, չգիտեմ։ Ինչի մասին էր։ դες նարկոտրաֆիկինգի եւ բանի old վերնագիրը մոռացա։ Բանը Starикам здесь не Ապրես, место։ Հիշեցի, շատ ուժեղ ֆիլմ է։ Եվ ասենք թե օրինակ շատ եմ սիրում Coen Brothers-ի առաջի ֆիլմը, Blood Simple-ը։ Այդ է շատ լավ ֆիլմ։ Ահա որ շատ լավ։ Ինքը տենց էժան ու շատ հետաքրքիր ու շատ օրիգինալ ֆիլմ է։ Այդ thriller ֆորմատի մեջ է, էլի, որը ես շատ եմ հավանում։ Հետաքրքիր որ Նոլանի անունը չտվեցր, հիմա սաղ նրա մասին են խոսում, չէ՞, թազա Դե ֆիլմ։ Նոլանը վարպետ ռեժիսոր է, բայց Նոլանի ամենաշատը սիրում եմ Մոմենտոն։ Իր երկրորդ ֆիլմը։ Երկրորդը։ Որովհետև ինքը իսկապես օրիգինալ գլուխգործոց է։ Երևի երկրորդը եւ Interstellar-ը։ Մեծ սիրահար չեմ տենց DC, Marvel ֆիլմերի ֆորմուլային։ Նայում եմ զվարճանքի գաղափարով լիք կինոներ կան որ կայֆ են տալիս, բայց այն կինոները չի որ ես կուզենայի նկարել, իմ աշխարհի հետ կապ չունեն։ Քոնը ավելի ոնց որ իրական պատմություններ էլի։ Իրական սիտուացիաներ։ Անսովոր իրական սիտուացիաներ, արի սենց ասեմ։ Ինչ որտեղ մի քիչ կախարդական։ Բայց կարալ էլի։ Այո։ Իսկ քո գործը ես, որն է քո ամենասիրելին, որ կուզես անպայման այն մարդիկ որ քեզ ճանաչում են կամ քո ֆիլմերից գոնե մի հատ երկու հատ դիտել են այդ ֆիլմը նայեն։ Ես այս պահին ամենաշատը երևի սիրում եմ Սևազգես կանայք։ Որովհետև ինքը ինձ թվում է շատ գրագետ ֆիլմ է։ Ինքը սցենարն է գրագետ արած, այսինքն սկզբից մինչև վերջ բոլոր կերպարների ճանապարհները եւ սիտուացիաները շատ ճիշտ է գծած ու արված։ Ես երբ որ վերջացրեցի, ես սցենարը որ վերջացրեցի, ես շատ հպարտ էի, որ կարողացել էի այտենց մի քանի շերտով եւ մի քանի տարբեր տեսակի պատմություններով իրան շատ սիրուն ձևի պատմեմ ու կպցնեմ իրար, որ դու շատ օրգանիկ է ամեն ինչը տեսնելուց հավատաս, ամեն ինչը որ շատ օրգանիկ է։ Ասենք ինքը ոնց որ պատմությունը չափազանցրած էր, բայց նենց էր նկարված, որ թվա որ իրական է։ Չէ, ի նկատի ունեմ այնտեղ մի քանի պատմություն է, մի 3 պատմություն է, 3-4 պատմություն է, որոնք բոլորը իրար հետ ոնց որ կապ ունեն։ Տարբեր պատմություններ են, բայց կապ ունեն, օրգանիկ ձևով իրար կպած են։ Ու այդ շատ դժվար է սցենար գրելուց, որ դու լեյերներ ունես, ուղիղ չի պատմությունը, ստեղից չի սկսում, ստեղ չի բրծնում։ Կա աղջկա պատմությունը, կա մոր պատմությունը, կա քերի պատմությունը, այսինքն դրանք տարբեր պատմվածքներ են, բայց կատարվում են նույն ժամանակ ու ինչ որ մի ձև վերջում իրար հետ կապ ունեն։ Բայց դա նաև դիտողին ավելի հետաքրքիր է, չէ՞, տես պատմությունը։ Իհարկե, որովհետև դա քառակուսի չի։ Ես հիշում եմ որ բայց Սևազգես կանանց հետ ինչ որ պատմություն եղավ, չէ՞, այդ ժամանակ պատերազմ։ Սևազգես կանանց հետ շատ պատմություններ են եղել, թարս, որտեղ։ Ինքը 2021-ին նկարանվեց, ինքը 2022-ին պիտի դուրս գար, բայց պրեմիերայից 3 օր առաջ մեր մոտ պատերազմ սկսվեց եւ կինոն ես դուրս չանեցի, պահեցի մի տարի, որ կինոն չվնասվի եւ չանհայտանա, այսինքն մարդիկ չեն գնալու կինո նայեն ու ինքը կվնասվեր ու կանհայտանար, բայց դուրս եկավ 2023-ին պրեմիերայից 3 օր հետո էլի պատերազմ սկսվեց, այդ ժամանակ Ղարաբաղը հանձնեցին, էլի տրագեդիա սկսվեց իմ մոտ, որովհետև ես, այսինքն մեր երկրում նորմալ չէր ու տենց կինո էր վերնագրով Սևազգես կանայք, որը չի համապատասխանում սիտուացիային, որը ավելի վատ նշան է տալիս, քան որ ասենք թե պետք է, բայց էլի տենց կախարդական բան եղավ, որ հանդիսատեսը
ֆիլմը, որոնք եկել էին դիտելու, այնքան լավ էմոցիա էին ստացել, այնքան լավ հաճույք էին ստացել, որ այդ սարաֆանը, որ կար, սկսեցին իրանք ուրիշ գնալ տուն եւ մարդկանց հարևաններին, բարեկամներին պատմել, որ հոյակապ կինո է, ու ինքը տենց սեպտեմբեր ամսին, եթե ինքը մահացավ, հա, մեր թվերը ասենց իջան, հոկտեմբեր ամսին ու նոյեմբեր ամսին այնպես թվեր հավաքեցի, իմ լավագույն վիկենդը եղել է 7-րդ, 8-րդ, 9-րդ շաբաթը։ Սովորաբար առաջի շաբաթ։ Առաջի 2-3-ն ա լինում։ Այդպես բան չի լինում։ Ու ոչ մեկ չէր հավատում, ոնց կարա մեռած կինո վերածնվի ու թազուց, ասենք թե մեծ հանդիսատես հավաքի։ Այտենց կինոն ավելի խնդրել իմ բոլոր կինոները, որ ես ունեմ, այդ կինոն ամենաշատ հանդիսատես հավաքած կինոն է։ Բայց ինքը ընկել է փոսի մեջ ու դուրս է եկել փոսի մեջից։ Հա, ու մարքեթինգը չէիք կարող անել այդ Դե մարքեթինգը դեմից արված էր ու բայց դրանից հետո նորմալ մարքեթինգ չես կարող անես ու դաժե եթե մարքեթինգ էլ անես, ինքը չի աշխատում, որովհետև արդեն մարքեթինգը աշխատում է հանդիսատեսն անում մարքեթինգը։ Եթե լավ կինո է, ասում են գնա նայի, եթե վատ կինո է, ասում են մի գնա նայի։ Մարքեթինգը մեկը աշխատում է առաջ 2 շաբաթը։ Դրանից հետո ինչ էլ ուզում ես անես, հանդիսատեսն է, որովհետև բոլորը սկսում են իրար հարցնել։ Նայել ես, լավ կինո է, տենց այդ մոմենտը կա։ Հա։ Իսկ հիմա ոնց կգնահատես հայկական կինոինդուստրիան։ Իհարկե ավելի շատ զարգացած, ավելի կարանք ասենք, որ կա արդեն կինոինդուստրիա։ Կա։ Մենք ինչ որտեղ կարողանում ենք հիմա կինո նկարենք։ Այն ժամանակ, երբ որ ես ասենք Սևազգես կանայքը կներես, մեծ պատմություն փոքր քաղաքում, որ ֆիլմը նկարեցի, երևի այդ ժամանակ մի հատ իմ նման մի հատ էլ կամ 2 հատ կինո լիներ, թե չլիներ ու այդ կինոներն էլ նկարում են ինձանից տարիքով ռեժիսորները, որոնք արդեն մեծ փորձ ունեին ու այսինքն կարողանում էին բյուջե գտնել ինչ-որ տեղից, ինչ-որ ֆոնդից փող ստանային, բանանային ու տենց ավելի իրանց ֆորմատի կինոներ էին նկարում։ Հիմա մենք տարվա ընթացքում 15-ից 20 կինո ենք նկարում։ Արդեն լավ թիվ է, էլի։ Մի քիչ լավ թիվ է այն առումով, այո, բայց մեր կինոթատրոնների քանակը որ քիչ է, էդի մի քիչ վատ է, որովհետև կինոները չեն կարում իրար հետ դժվար է հայկական կինոները իրար հետ մրցակցելը, որովհետև կինոթատրոնները քանի որ ունեն պարտականություն Միացյալ Նահանգների ֆիլմերի եւ եվրոպական դիստրիբյուտորներին իրանց սլոտերը տան, հայկական կինոների համար մնում է շատ քիչ սլոտ եւ մի քանի հայկական կինո որ նույն ժամանակ դուրս է գալիս, այդ ուճուր սլոտը որ մնացել է հայկական կինոին, սկսում են իրան կիսել։ Ու դա սկսում ոնց որ հայկական կինոները սկսում են իրար խանգարել։ Հա։ Դրա համար պետք է, այսինքն դա համար մենք մեր մեջ ունենք պայմանավորվածություն պրոդյուսերներով եւ ռեժիսորներով, որ փորձում ենք, ասենք թե ինչ-որ ամիս կամ 3-4 շաբաթ զազոր տանք ու իրար չխանգարենք։ Հա, որտեվ շուկան փոքր է։ Այո, ու կինոթատրոնին էլ քիչ է։ Այսինքն այսօրվա եղած քանակությունը քիչ է։ Այո, շատ քիչ է։ Այն չափով կինոներ որ դուս են գալիս շատ քիչ է։ Բայց պահանջարկ կա, չէ՞։ Իհարկե, եթե լավ, ասենց ասեմ, լյուբոյ լավ entertainment որ դու ստեղծես, պահանջարկ կա։ Լավ կինո ստեղծես, հետաքրքիր կինո ստեղծես, պահանջարկ կա։ Ես վերջերս մի հատ շատ Միացյալ Նահանգներում ֆիլմ դուս եկավ, կոչվում էր Obsession։ Հա, այդ յութուբերը որ նկարել էր։ Այո, $750,000 կինո նկար արդեն 400 միլիոն անցել է։ 400 միլիոն արդեն։ Ոչ մի հայտնի դերասան չկա, ոչ մի ինչ-որ յուրահատուկ սպեց էֆեկտներ չկան, բաներ չկան, ավատարոտ ինչ-որ բաներ չկան, պրոստը պատմությունը հետաքրքիր է։ Հետաքրքիր պատմություն է։ Այդ ոնց որ sense շատ սահուն եկանք մի թեմայի, որը անպայման ուզում եք հոյ քննարկեի, ոնց է կինոինդուստրիան այսօր փոխվել ու տեսնում ենք օրինակ յութուբերներ կամ ինֆլուենսերներ սկսել են ֆիլմեր նկարել, որը կարող է նաև տրադիցիոն կինոից տարբերվի։ Նաև հիմա, չգիտեմ, TikTok-ում, Instagram-ում այդ կարճ ֆորմատով սերիալները, ֆիլմերն են սկսել, դա նաև շատ կարճ տեսակի
ֆիլմերը, սերիալները արդեն մոտ, չգիտեմ, 10 տարիա փորձում են իրականացնել, բայց ոչ մի բան լավ բան չի դուրս գալիս։ Ես տեսել եմ այդ շուտ։ Շատ պրիմիտիվ է դեռ, պատմություններն է ամեն ինչն է, բայց որ նայում ես դիտումները, հասկանում ես, որ մարդիկ իրոք նայում Հա, են։ բայց մեկը սենց ասեմ, հələ որ այդ առաջի երկու հատ ինչ որ տենց յութուբեր, նո դա յութուբեր չէր այդ տղան, պրոստը ջահել տղա էր, ինչ որ տենց մի հատ կինո կար, հա, որ ինչ որ յութուբում տենց կարճամետրաժ բաներ նկարել, որով եկալել են լիամետրաժ, բայց եթե ինքը գաղափարը լավը չլինի, շանսը դնել տենց պրոյեկտի վրա, հույսը դնել երիտասարդ ռեժիսորի վրա, կարա մեծ փողի կորուստ լինի։ Հիմա այս պայն մենք երկու հատ գիտենք, բայց ես քեզ հիմա ուրիշ բան ասեմ, 20-30 տարի առաջ կար շատ հիմա որը հայտնի է Ռոբերտ Ռոդրիգես անունով երիտասարդ, որը նկարել է ֆիլմ կոչվում է El Mariachi, որը չգիտեմ, ծախսել է $10,000 դրա վրա, գնացել է Մեքսիկո, իր ընկերների հետ կինո է նկարել։ Ու այդ կինոն այնքան լավ էր նկարել, որ համ Sony-ն գնեց դիստրիբյուցիա արեց, հետո էլ իրան տվեցին հնարավորություն, որ նկարի Դեսպերադոն Անտոնիո Բանդերասին, որը El Mariachi կապիտ ասած շարունակությունն է։ Դες կախարդական բաներ լինում են, ասենք թե մի էլի տես 30 տարի առաջ կար ֆիլմ, որը էլի $75,000 էին նկարել, որը կոչվում էր Blair Witch Project, որ երեք ընկեր այդ մեն անտառը իրար նկարում են, հիշում ես այդ կինոն։ Հա, հետո դրա վրա եկա։ Որը էլի կատեգորիա դառավ։ $500 միլիոն դիստրիբյուցիա ստացավ, այսինքն որովհետև ինքը օրիգինալ էր, որովհետև ինքը այտենց բան չէինք տեսել։ Ու գովազդն էլ էին լավ արել, յանը երեք հոգի գնացել են անտառ, իրար նկարել են, հետո անհայտացել են։ Կիսա դոկումենտալ ստիլիստիկայով նկարած կինո էր, աշխատեց։ Մարքեթինգը աշխատեց, կինոն աշխատեց, կինոն լավն էր, ճիշտ պատմություն էր, որը մարդկանց հետաքրքրեց։ Բայց այսքան կոնտենտի մեջ որ արտադրվում է, չգիտեմ, շատ ստուդիաներ կան, Netflix-ն է, Apple TV-ն է, Prime-ն է, Hulu-ն է, Disney-ն է, MGM-ն է, Paramount-ն է, HBO-ն վերջը ու շատ քանակությամբ ֆիլմեր, սերիալներ, կարճ կոնտենտ արտադրում այս քանակության մեջ արդյոք դեռ հնարավոր է օրիգինալ պատմություն ունենալ, որ տենց աշխարհը գրավել։ Այո։ Որովհետև մենք մեր ուղեղը ինքը զարգանում, ինքն էլ էվոլյուցիա ապրում։ Արի դե 100 տարվա ավտոն համեմատի հիմիկվա ավտոյի հետ։ Ինչ տարբերություն։ Չէ, ասենք թե շատ հեռու են իրարից։ Հա։ Ոնց ենք մենք իրար զանգում 40 տարի առաջ եւ հիմա ոնց ենք զանգում իրար, ինչ են մեր ձեռները։ Ուղեղն էլ է տենց, ինքը կգտնի օրիգինալ։ Եթե պատմությունը լավն է, օրինակ եթե վերցնենք Ռոմեո Ջուլիետը լավ պատմություն է, դու Ռոմեո Ջուլիետը նույն պատմությունը կարաս շատ տարբեր տեսակի ֆորմուլաներով նկարես, ու ինքը միշտ կաշխատի։ Այսինքն հիմք պատմությունները, ասենք թե սիրո պատմություն, բաներ կան, որոնք չես այդ են, դրա մասին են, մարդիկ դրա մասին են, որ կա, հա։ Այսինքն սիտուացիաներ են, որոնք դու պետք է իրան զարգացնես։ Սիրո պատմությունա, դավաճանության պատմությունա, չգիտեմ, մեծանալու պատմությունա, ճանապարհ գնալու պատմությունա։ Պատմությունները, ֆորմուլաները նույնն են, ոնց որ մեքենան նույնն է։ Հա։ Թե դու իրան ոնց կզարգացնես, թե դու ինչ թազա բան կտաս դրան, դա արդեն քո շնորհքն է։ Այսինքն կարող ենք վերցնենք հին ֆորմուլա, շատ ուրիշ մենք միշտ էլ հին ֆորմուլա ենք միշտ հին ֆորմուլա։ Միշտ որը Star Wars-ը, հայտնի Star Wars-ը։ Հա, Звездные войны։ Այո, ինքը King Arthur-ի պատմությունն է։ Հա, բաները իմպերիան ու ռեբելները էլ իրար դեմ դուրս են գալի։ Բայց ինչքան մեծ ամես ենք։ Իսկ Avatar-ը կոնկրետ Pocahontas-ի պատմությունն է։ Հա։ Այդպես որ խորանան Lion King-ը Hamlet-ն է։ Hamlet-ը աչնաց հաղելի։ Մատրիցան է բանը, Աստվածաշունչը։ Դե արանքում միշտ լինում են մի հատ абսուրդ գաղափար, որը, չգիտեմ, մի ձև կարողանում են համոզել, չգիտեմ,
մարդկանց, որոնք չեն հասկանում կինոյից կամ բան, ինչ-որ մեկ էլ ինչ-որ կախարդական ձևով մի հատ այնպես կինո են նկարում, որը ասում ես, «Վաու, էս ինչ են մտածել» կամ «Էս ինչ են ծխել»։ Ինչ որ մտածել են։ Կամ կերել։ Բայց այնպես չի, որ մենք գիտենք այն պատմությունները, որոնք հաջողություն են ունեցել։ Ես վստահ եմ կան երևի 10-ից ավելի շատ պատմվածներ այտենց, որոնք հաջողություն չեն ստացել, ու մենք չգիտենք դրանց մասին, որտեղ եղել են դեպքեր, ես լավ գաղափարով, շատ օրիգինալ ու հետաքրքիր սինոպսիսը կարդացել եմ պատմության, շատ է դուրս եկել, միացրել եմ կինոն, նայել եմ կեսից ձանձրացել, անջատել եմ, բայց այնտեղ տեսնում եմ, որ շատ լավ պոտենցիալ կա, որ ինքը ավելի լավ պատմություն կարող լիներ, լավ կինո կարող լիներ, որտեղ քթած տրյուկ կա պատմության մեջ, հետաքրքիր է, լավ չի արած, որ լավ չի արած, դու ձանձրանում ես, հետաքրքրությունը կորումա չես նայում։ Ասենք պատմությունը լավն է, բայց execution վատ կատարել են։ Դրա համար դերասանական խաղ կլինի կամ Այո, նկարածը փնթի է, լավը չի։ Ասենք լավ պատմությունից բացի նաև պետք է ունենաս նորմալ դերասանական խաղ, լավ soundtrack-եր։ Դե ամեն ինչը ոնց որ աղո բիբարա, չէ, ասես ճիշտ ձևի ցանում ես, գալիս ես այնտեղ, որ ասենք թե հաճույք է ստանում իրան վայելելուց։ Ամեն ինչը այտենց է, ասենք թե գաղափարը, ես ասենք թե գաղափարը ոնց որ ձուկ բռնելու նման բան է, մեկ էլ հոպ միամի տնես բան ես բռնում ու ասում ես, օ, էս ինչ լավն է էս միտքը, բայց այդ միտքը պրոստը միտք է, այսինքն հիմա պետքա դու իրան սարքես պատմվածք, պատմություն, որ մարդուն պատմելուց, ցույց տալուց հետաքրքիր լինի, սկսում ես ոնց որ ձուկն ես սկսում պատրաստել, ինչեր ես ավելացնում, ինչ ես անում իրան, ինչքան ես էպում, ինչ ես ցանում վրան, ոնց ես անում, ոնց ես կտրում, այդ ամեն ինչը շատ կապ ունի, որ հետո մարդը ուտելուց կայֆ ստանա, նայելուց կայֆ ստանա։ Հա, ու ֆիլմերը իրոք կարողանում են մեր վրա լուրջ ազդեցություն ունենալ, էլի մեկ նայում ես նենց էմոցիաների։ Իհարկե, որովհետև դու կարող ես մի բան էկրանով կարող ես համ մարդուն բարձր ծիծաղացնես ու բարձր լացացնես։ Ու երկուսն էլ ցավի հետ է միշտ կապված։ Ծիծաղելն է։ Այո, դու ծիծաղում ես, որովհետև մեկը ոտը խփում է աթոռին, դու ծիծաղում ես։ Կա ֆիլմի ֆորմատ, ոտը խփում է աթոռին, դու սկսում ես լացել, որովհետև ասենք թե իր հետ ցավը ապրում ես։ Նայած ոնց է խփում ոտը, այդ է տարբերությունը, բայց երկուսն էլ միշտ տրագեդիայի հետ է կապված։ Ու նաև ինչ երաժշտություն է տակից էլի։ Այդ էլ կապ ունի։ Այդ հայտնի մեմ կա, չէ՞ որ Բրյուս Լին մեկը Չակ Նորիսեն հայտնի կռիվը որ կա ռոմանտիկ երգ են տակը դնում։ Դանդաղ շորերը անում են։ Լրիվ ուրիշ բան է դառնում։ Դե դա էլ բանն է, որ ասում են մոնտաժի կախարդությունն է։ Հա։ Իսկ Հոլիվուդում փորձ ունեցել ես։ Հոլիվուդում ես եթե դեռ խոսում ենք հոլիվուդյան կինո նկարել եմ, ոչ, հոլիվուդյան կինո չեմ նկարել, բայց նկարել եմ ֆիլմ, որը ռուսական ֆիլմ է, կոչվում է Bilet na Vegas, որը նկարել եմ Միացյալ Նահանգներում եւ նկարել եմ հենց ամերիկացի քրուի հետ, այսինքն ընդեղից հավաքած, որոնք ասենք իրանք միշտ, հա, նկարում են ամերիկական կինոներ, նկարել ենք Յութայում եւ Նևադայում, նկարվել են ամերիկացի դերասաններ, ռուս դերասանների հետ, այդ այտենց կարամ ասեմ, Հոլիվուդում կինո եմ նկարել, բայց ասենք թե սցենարներ գրել եմ, պատրաստի գաղափարներով սցենարներ ունեմ, որոնք ասենք թե անգլերեն են եւ փորձել եմ դուրը բացեմ, բայց միջև դեռ չեմ հանդիպել այն մարդուն, որը իմ հետ այդ պատերազմի մեջ կմտնի։ Պատերազմա չէ ինքը։ Իհարկե։ Որ գնալ հասնել այն փուլին, որ ու երկար, որովհետեւ կինոն չի իրականում մի քանի ամսում։ Իսկ սցենարը գրելուց մինչև ֆիլմը, որ հասնում է կինոթատրոններ, մոտավորապես ինչքան ժամանակ է միջինում տևում, դա պատկերացնում դեպքեր կա շատ կարա երկար։ Իմ 2 տարուց մինչև 3 տարի։ Սցենարից մինչև կինոթատրոն։ Այո։ Ես սցենարները ես սցենարների վրա շատ երկար եմ աշխատում։ Այնպես չի, որ ամեն օր ենք աշխատում։ Նաև ժամանակի ընթացքում թողում ենք, հանգստանում ենք,
ուզում ենք հեռու մնանք իրանից, որ մի հատ թարմ աշխով նայենք, կարդանք, հասկանանք ինչ է, որովհետև երբ որ մի բանը անընդհատ աշխատում ես, հարմարվում ես։ Հա, Հարմարվում ես այդ բանը չեմ, երբ որ ժամանակ ես, այդպես բան կա, թողում ես մի հատ, ասում են թողում ենք մարինադ լինի, մի հատ քաշի ջան ամեն ինչը, որտեղ որ կարդալուց տեսնենք ինքը ճիշտ արած թե չէ։ Երևի այս վերջի ֆիլմն է, որ ամենա կարճ կյանքն է ունեցել սցենար, երբ որ սցենարական կյանք ինքը երևի ունեցել է 6 ամիս։ սցենարից միջև կինո։ Չէ, 6 ամիս։ Այս ընդհանրապես իմ սցենարները մի տարի տևում են։ Հա։ Այս վերջինը 6 ամսեկան է։ Այդ որ Գյումրիում նկարելու եք։ Այո։ Բայց ինքը մոտ 2 տարի մեջս էփվել է, միջև սցենար գրել։ Այսինքն ես պատմությունը իմ ուղեղի մեջ հավաքել եմ, ինքս լիքս այնց տանջել եմ, կերպարների մասին մտածել եմ, սիտուացիաների մասին մտածել եմ 2 տարի իր վրա տենց մտքով, նոթերով, բաներով աշխատել եմ, տենց հետո որ սցենար գրեցի համեմատած այն process-ներին, որ ես ունեցել եմ հին սցենարների հետ, ավելի արագ ստացվեց։ Հա։ Բայց երբ որ ես նստում եմ սցենար գրելու, տենց դիսցիպլինա ունեմ, փորձում եմ օրական 6 ժամ տրամադրեմ սցենար գրելու։ Օրը 6 ժամ։ Այո։ Ստացվում է։ Հա, ու բաժանած է 2 մասի, 3-3, որովհետև 3 ժամից հետո դու էլ չես ձգում։ Դրա համար զարմացա 6 ժամը։ Մի հատ առավոտյան process է, մի հատը քնելուց առաջ process է։ Այսինքն ես մի հատ ասենք թե որ զարթնեմ, չգիտեմ, 9-ին, вообще ես վերջերս շատ շուտ էի զարթնում 7-ից, քանի որ տղայիս պիտի դպրոց տանի բանը, այդ պարտականություններ անելուց հետո գալիս էի մոտ 3 ժամ սցենարով զբաղվում էի, հետո զբաղվում էի ուրիշ մեր բիզնեսային գործերով, չգիտեմ, տենց, հետո գիշերը կարող է գայ 10-ին, 11-ին նստեի մի 3 ժամ սցենարի վրա աշխատեի, նոր գնայի քնելու։ Հասկացա։ Իսկ նորոնակ ընդունված տես կարծրատիվ կա, որ կրեատիվ աշխատանքը ինքը դու քեզ ռամկեքի մեջ կամ չպետքա դնես, այսինքն երբ եկավ, պետքա սպասես, մուսայա կամ ցուկ բռնելա, բայց դες դու հակառակ բան ես ասում, որ դու ամեն առավոտ ու ամեն երեկոտ մուսան, էդի գալիս է, բայց եթե ուզում ես աշխատանքդ առաջ տանես, պիտի դիսցիպլինա ունենաս։ Հա։ Որովհետև կարող է ես նստեմ այդ 3 ժամվա մեջ մի էջ գրեմ, կարող է մի օր լինի 10 էջ գրեմ, բայց պիտի գրեմ։ Հա, այդ 3 ժամը պետքա տրամադրես դրան։ Պետք է տրամադրես, եթե չտրամադրես, դες սպասես մուսան որ կգա, կարող է չգա։ Չէ, դե process-ներ կան, որոնք պիտի քեզ դաստիարակես, որ պետքա տենց լինի, որովհետև թե չես բրծնի, չես անի։ Բայց այս ամեն ինչը ես սովորել եմ, ես ինքս ինձ դաստիարակել եմ։ Ու լինում են դեպքեր, որ ես դեմից փորձում եմ միջև սցենարը գրելը պատմություն ամբողջովին հավաքեմ, այսինքն տեսարան պատկերացնեմ հերթականությունը ինչ է, այստեղ սկսում է, հետո այս մարդը գնում է այստեղ, հետո գալիս է այստեղ, հետո այս հանդիպում է այս մարդուն, այդ սենց ես շարում եմ այդ տեսարանները ու փորձում եմ հետո արդեն տեսարան գրելով գնամ։ Այս վերջինը շատ հետաքրքիր էր, որ բացի որ ինքը ավելի արագ եղավ գրելու process-ը, ես առաջի ակտը որ հավաքեցի, առաջի ակտը մոտ երևի ֆիլմի երևի 35 րոպեն, հա, 35 էջը, չդիմացա շարունակեի պատմությունը, որոշեցի միանգամից սցենարի վրա աշխատեմ, սկսեցի առաջի տեսարանը գրել, հետո երկրորդ գրեցի, եկա հասա 35-րդ տեսարանին, բայց արդեն գիտեի ուր էի գնում։ Հա։ Գիտեի ուր էի գնում ու սկսեցի ուրիշ ձևի աշխատել այս անգամ։ Հաջորդ 10 տեսարանի սինոպսիսը գրեցի, հետո գրեցի 10 տեսարանի սցենարը, հետո մյուս 10 տեսարանի սինոպսիսը գրեցի ու տենց սկսեցի աշխատել։ Ինքը գրելու ժամանակ ես արդեն հասկանում եմ ուր պիտի գնամ։ Մոտապես գիտեի ուր պիտի գնայի, որովհետև շատ կարևոր է սցենար գրելուց վերջավորությունը իմանաս։ Եթե վերջավորությունը չիմանաս, անընդհատ կարա շեղվես, այդտես ուրիշ տեղ ու սցենարը չպրծնի։
ոնց կարաս պիտի մի հատ գիծ ունենաս, որը պիտի վերջում A-ից գնաս B, երբ որ որտեղ սցենար գրելուց միշտ դու թեքվում ես։ Քրոնոգրաֆիայի նման, հա։ Չէ, պատմությունը, այսինքն ոնց է սկսում եւ ոնց է վերջանում։ Այդ երկուսը շատ կարեւոր է որ պիտի իմանաս, որովհետեւ երբ որ սցենարը գրում ես ու սցենար գրելուց միշտ շատ հետաքրքիր ու կայֆ գաղափարներ են գալիս, որոնք քեզ ծռում են, ուրիշ տեղ են տանում։ Այդ որ տանում են, դու կայֆ ես տանում։ Օ, նայեք, ես այնպես բան կարամ անեմ, բայց քանի որ դու գիտես ֆինալը ինչ է, դու հետո հետ ես գալիս։ Իսկ երբ որ չես իմանում ֆինալը ինչ է, դու կարաս ծռվես ու այդհաս ու չպրծնես։ Ու այդ երևի մենակ սցենար գրելու մեջ չի, նաև բիզնես անելու, ինչ որ տարբեր գործեր անելու, անտած շեղում ես։ Ինքը creativity հետ շատ կապ ունի։ Հա։ Իսկ լինում է որ օրինակ, չգիտեմ, նստել ես գրես ու չես կարող գրես։ Հա, եղել են այդպես ժամերով նայես ոչ մի բան չգրես։ Սկսում ես ուրիշ բաներ անել, սկսում ես սեղանը հավաքել, մաքրել, դասավորել, ինչ-որ տեղը ամեն ինչ ինչ-որ ճիշտ տեղը չի դրած, սկսում ես ինտերնետով ինչ-որ բաներ ման գալ, փորձում ես ինտերնետով այդ գաղափարի շուրջ ինչ-որ բաներ research անես, ամենադժվարը, ես քեզ sense ասեմ, այդ ոչ թե գրելն է, այլ որ գալիս ես մի հատ տեղ, մանավանդ հումորով սցենարային process-ի մասին, կոմեդիայի մասին ախոսքը, գալիս ես մի հատ տեղ, որ դու գիտես ու հասկանում ես ու զգում ես, որ ստեղ կատակի պետքություն կա, ու գիտես մոտապես ինչ տեսակի կատակը, ինչ թեմա, ու կատակը չես կարող գտնես։ Ու դու լռվում ես։ Ու ուզում ես այդ կատակը գտնես, ուզում ես այդ շուտկեն ստացվի, որտեվ իրա տեղն է, ջոգում ես, որ ինքը այստեղ պիտի լինի, ուրիշ տեղ չի կարա լինի։ Ու կարաս սենց ժամերով այդ թեմայի շուրջ մտածես։ Օրերով լինում են դեպքեր։ Ասում ես լավ, օքեյ, լավ, ստեղ գիտեմ, որ էսա, շարունակեմ։ Շարունակում, արա, բայց մի վարքան այդ տեղը։ Ու գալիս ես հետ դրա վրա ու սկսում ես մտածել։ Ու տենց եղել են շատ դեպքեր, որ ինչ-որ մի հատ ինչ-որ տենց կոնկրետ գիտես, որ դե պիտի կատակ լինի ու տանջվում ես ու չես կարող գտնես այդ կատակը։ Բայց որ հետո գտնում ես, դու գտնում ես գենիալի կատակ շատ ժամանակներ ու տենց, չգիտեմ, գալիս է էլի, տենց process է ինձ թվում է։ Հա։ Իսկ սցենարի վրա մենակ դու ես աշխատում։ Չէ, ես համարյա իմ բոլոր սցենարները, միջև այս վերջինը, որտեղ վերջինը ինքնուրույն եմ գրել, մենակ եմ գրել, որտեղ ինքը մի քիչ ազնական թեմա ուներ, բայց դրանից առաջ բոլոր ֆիլմերը ունեցել են իմ հետ պարտներներ, բայց ես մի սցենարն է եղել, որ սեղանի շուրջ խոսալով, խնդալով են գրել, մնացած ժամանակ սցենարիստը գրում է դրաֆտ, տալիս է ինձ, ես իր դրաֆտը, ես իմ տարբերակն եմ գրում, փոխելով իմ գաղափարները կամ իրան ինչ-որ ուղղություններ եմ տալիս եմ իրան, ու տենց հետ ու առաջ պաստալով իրար հետ գրում ենք։ Հասկացա։ Որտեվ ես սիրում եմ մենակ աշխատել, ինչ-որ լոնարական բան կա, սիրում եմ փակվեմ իմ սենյակում ինքս իմ հետ ստեղծագործեմ, որտեվ ու չեմ սիրում ձայնով տեղեր, ասենք չեմ կարող այդամ կաֆեում նստեմ ու ստեղծագործեմ, ինչ-որ աշխատեմ կոմպով նստեմ, ինչ-որ սցենարի գրեմ կամ չեմ կարող, ասենք բոլոր ձեների վրա ազդում են։ Հանգիստ պետք։ Հա, ես պետք է իմ լռության մեջ լինեմ, թեթև կոնդիցիոների ձենը երևի կարա լինի։ Մեկ որ MacBook տականում եմ, որ FIFA-ը միանում է այդ ձենն է, տպավորված է իմ մոտ, բայց հա, սիրում եմ իմ լռությունը, ահա որ շատ եմ սիրում իմ լռությունը ու սիրում եմ լռության մեջ իրականացնեմ այդ կրեատիվ process-ը։ Հասկացա։ Ես մի հատ ընկեր ունեի բաներ, ինքը YouTube-ով հին սառնարանի ձեներ միացնում։ Ու դրա տակ էր գործում։ Այդ դրոցի տակ ասում եմ ոնց ասում դու չես պատկերացնի ոնց է այնց այդ հանգստացած։ Կամ որ ալիքի ձեն լինի։ Հա։ Կամ բան, շատ եմ տեսել որ մարդիկ լավ ֆոկուսի համար այդ սպիտակ աղմուկ են միացնում white noise, որ YouTube-ում գրես white noise։ Գիտեմ։ Ժամերով ինչ որ։ Չէ, բայց դրանք ինձ խանգարող են, ես հակառակ այդ ինձ ներվայնացնում է։ Այսինքն ամեն ինչ այդ տենց դաժե ասենք թե մեկ-մեկ որ տղաս իր Nintendo Switch-ն է մոտ ունենում, որը պրոստը ձեն չի անում, ամեն ճանճատած է, բայց այդ կնոկի ձեները
ես լսում եմ այդ, ինձ սկսում է խանգարել։ Ուշադրությունս գրավում է։ Ես ահա որ չեմ սիրում նաև ժամացույցի տկտկոցը։ Հա։ Մանավանդ երբ որ այտենց ինչ որ հին ժամացույց կա, որը կտկտում է ու ես պետքա քնեմ։ Իմ ուղեղը սկսում է այդ ժամացույցի ռիթմի հետ հավասար աշխատել։ Ու հաշվել, Հա, չէ՞։ ես չգիտեմ ինչա կատարվում, բայց ես չեմ դիմանում, ես կհելեմ ժամացույցի բատարեն կհանեմ կամ ինչ-որ չեմ, շատ է եղել, խեմ ասեմ, որովհետև շատ է իմ կյանքում եղել, որ երբ որ մի հատ ինչ-որ տարօրինակ տեղ, ասո հյուրանոցա, չգիտեմ, ուրիշ տեղ ա, որ քնելուց եմ եղել, այդ միշտ դա, չգիտեմ, այդ ժամացույցը ես հիշում եմ, որ միշտ գտնում եմ մի հատ ժամացույց, որի բատարենները պետք է հանեմ։ Իսկ նա օրինակ դու Ամերիկայում երևի ավելի շատ ես լնում, քան Հայաստանում ու հետաքրքիր է քո կարծիքով էլի ինչ եմ դա հարցում, մենք արդյոք կարանք նենց պատմություններ ու ֆիլմեր նկարենք, որը օրինակ կարա Netflix-ում կամ ինչ-որ տարբեր սթրիմինգային տեղեր կամ թեկուզ կինոթատրոններում պոպուլյար դառնա։ Այո։ Ոնց օրինակ կորեական կինոն դառավ։ Ժամանակ է պետք եւ մի քիչ էլ ինձ թվում է պետքա օգնություն, ֆինանսական օգնություն, չգիտեմ, պետական ֆինանսական օգնություն, ինչ-որ ներդրումների հարց կա։ Մարդիկ, որ նաև հասկանան, որ կինոն նաև բիզնես է։ Եթե իրանք պատկերացնեն, որ կինոն բիզնես է, մենք կնկարենք Հայաստանում կինո անգլերեն լեզվով եւ կփորձենք ինտերնացիոնալ դիստրիբյուցիոնի հետևից գնալ։ Բայց մենք ապրելով Հայաստանում կարանք օրինակ այդ ամերիկյան ինչ-որ vibe բռնենք, ինչ-որ պատմություն ստեղծենք, որ ամերիկացի լսանին հետաքրքիր կարող լինի։ Եթե դե Parasite-ի նման կինոն եթե աշխատեց Ամերիկայում, ի՞նչ տարբերություն։ Հայկական այդ ֆորմատի կինո չեն կարող նկարենք։ Չեմ ասում Parasite-ի նման, բայց մեր թեմայի շուրջ չեն կարող նկարենք կարծիքով։ Դե եթե համընկնող կետեր լինի, կարա ինչի՞ չէ։ Մենք դաժե լավ գրականություն ունենք, որ ուզենանք մեր գրականությունից էլ լավ պատմություններ կարանք նկարենք։ Օրինակ իմ երազանքներից մեկն է հենց այտենց այդ ֆորմատի այդ ամերիկական չգիտեմ ոնց ասեմ, ամերիկական մուդով եւ ստայլով, հա, այտենց ասեմ, նկարամ Խաչագողի շատակարանը, բայց ոչ թե հայերեն, անգլերեն։ Պատմությունը ադապտացնես անգլերեն։ Անգլերեն Հայաստանում է կատարվում այդ ժամանակները, չգիտեմ, այնպես չի որ Braveheart-ը բանալուն չա, որ ամերիկացիները նկարվել խաղացել են, բանալուն չա, Ամերիկայի մասին, հա։ Այդ ինչ լավ ֆիլմ հիշեցիր։ Դա ոչ թե ֆիլմ հիշեցի, այլ մի երազանք է, որ ինձ թվում է մի օր կիրականացնեմ։ Նման կինոն բայց թանկ է, չէ՞, միլիոնավոր դոլարների մասին է խոսքը։ Հա, այս կինոն թանկ է, որովհետև կոնկրետ ժամանակաշրջան պիտի նկարենք, կոնկրետ դեկորացիաների հարցեր են, զգեստերի ձևավորումը, ռեկվիզիտի ձևավորումը, գրիմը, ագին գործ կանելու։ Այդ սենց ասեմ, էժան տարբերակը մի $10 միլիոն կնստի։ Այդ էժանն է։ Այդ էժան տարբերակն է։ Իսկ թանկը ինչքան ասես։ Թանկն էլ կարա 100 միլիոն նստի, չգիտեմ։ Հա, այտենց էժան կինո չի։ Բայց կգա ժամանակ, ինձ թվում է կգա։ Պոդքասթից առաջ մի քանի նյութ նայում էի ոլորտի հետ կապված ու այդ բլոկբասթերների մասով նայում էի, որ ինքը քանի որ շատ մեծ գումարներ է ներդրված, այսինքն մի ֆիլմի վրա մինչև $500 միլիոն փող կարան ծախսեն։ Արդեն այդ կրեատիվ process-ը ու ֆիլմը ոնց են իրանք նկարում, ոնց որ ուղղությունով փոխվում է։ Ռեժիսորը էլ այդքան ազատություն չի ունենում, կրեատիվ թիմը մեծանում է, ամեն մեկը իր ոնց որ մարքեթինգը օրինակ որոշում է ունենում սցենարի մասով, օրինակ ասում են, էսից մտցնենք, որովհետև մարքեթինգում կա։ Դա արդեն շատ լուրջ բիզնես է, էլի շատ լուրջ բիզնեսի մասին ենք խոսում։ Այդ արդեն բայց ոնց որ կինո չէ, ուրիշ բան է դառնում։ Օրինակ Marvel-ի ֆիլմերը իրանք դե արդեն իրանք այնտեղ են հասել, որ իրանք այնց արտադրություն է, որ այնց ուրիշ բան է։ Այդտենց ինքը entertainment է, ինքը շոու է։ Հա, այդտենց ընդունենք։ Կլասիկ ֆիլմ չի։ Ինքը կյանքում կլասիկ ֆիլմ չի կարող լինի։ Կարա եթե
այդ ժանրի կինոներից ամենաշատը կարանք համարենք Lord of the Rings-ը որպես կլասիկ կինո կարա դառնա։ Իսկ Star Wars-ը Star Wars-ը դարել է, չնայած դարել է բայց Star առաջին Wars-ը էպիզոդը։ դարել է ոչ թե ինքը այդքան միլիոններ է ծախսել, այլ հակառակը, ինքը շատ քիչ փողով, շատ քիչ հնարավորություններով եւ տանջանքով նկարած կինո է, պրոստը այդ մարդը ամեն ինչ իմ նման, որ ասում են սիրտն հոգին ու էներգիան տվել է այդ կինոին, վերջում էլ մի հատ էլ ինֆարկտ է ստացել, գնացել է հիվանդանոց, հազիվ ուշքի են բերել, դրանից հետո դա է պատճառը, որ ինքը հաջորդ Star Wars-ները չի նկարել։ Բայց դա Lucasfilm-ը 2 միլիարդով Դե բայց ծախեց։ ինքը շատ ուժեղ բիզնեսմեն է եղել եւ շատ ուժեղ քրեատիվ մարդ է եղել, որ Lucasfilm-ով եւ մնացած այդ իր տեխնոլոգիաները, որ կինո արտադրության համար հիմա կան, շատ բաներ կա ինքն է ստեղծել։ Ստեղծել է մարդը։ Ինքը ուրիշ ձևի կինո արտադրող է եղել։ Հա, շատ տեխնոլոգիական բաներ են ունեցել, ինովացիա են ունեցել։ Օրինակ, մի հատ հետաքրքիր գիրք կա, Creative ինքը, բան Pixar-ի մասին պատմող գիրք է։ Որ այդ գիրքը կարդում ես, հասկանում ես, օրինակ, ինչքան նաև շատ տեխնոլոգիական ինովացիաներ են արել այդ ընկերությունները, որ կարողանան այդ որակի ֆիլմեր ստանալ։ Հա։ Հետո հասկանում ես, որ Steve Jobs-ի մատն է խառնել։ Դե տենց է, գալիս է պա, որ ասենք թե որ դու այդ աշխարհի հետ սիրահարվում ես, դու այդ աշխարհին սկսում ես ամեն ինչով խառնվես, թազա բաներ մտածես, ինչ-որ թազա բաներ ստեղծես։ Օ, սենց բան չկա, բա ո՞նց անենք այս բանը իրականացնենք։ Բա ո՞նց անենք սենց սաունդը ոչ թե 2 սպիկերից դուրս գա, այլ 5 սպիկերից դուրս։ Չէ, եկեք 7 սպիկերից այնց անենք դուրս գա։ Մի հատ էլ վերևը դնենք, որ սամալյոտ անցնող է, դե լսենք, բան։ Այդ creative մարդու process-ն է, որ ինքը անընդհատ ուզում է ինչ-որ թազա բաներով, ինչ-որ զարմացնի հանդիսատեսին։ Հայաստան կինոյի ինդուստրիայի մինուսներ ինչ պատճառով է գալի քո կարծիքով, հենց ֆինանսների բացակայության, թե մասնագետների բացակայության, թե լավ պատմության բացակայության։ Կարա լինի տարբեր, ասենք թե էլի սցենարը շատ մեծ դեր է խաղում լավ կինո լինելու համար։ Հետո գալիս է արդեն ովքեր են այդ ամեն ինչը իրականացնում, դա լա շատ մեծ դեր խաղում, որովհետև ասենք թե եթե անփորձ ես, լիքը բաներ չգիտես, սխալ ես անում, բայց այդ սխալ անելն էլ այնպես չի, որ սխալ է, սխալ պիտի անես, որ սովորես, այնպես չի, որ մեծ պատմություն փոքր քաղաքում որ ես նկարել մեջը սխալներ չկան, պրոստը այդ անելուց հետո դու հավաքելուց կինոն հասկանում ես, օ, ես կարա սենց անեի, այսինքն պիտի սովորես այդ ամեն ինչը։ Այս պահին հայկական կինոն մի հատ process ունի, որ իմ դուրը չի գալիս շատ ժամանակ, որ շփթփ է։ Արագ ինչ-որ մի բան անում են, որ էկրաններում դնեն ցույց տան։ Ես ինքս չեմ կարող դա անեմ։ Ես չգիտեմ ոնց են իրանք կարողանում անեն։ Ես իմ ժամկետները որ լսում եմ, որ սեպտեմբերին նկարեցին ու դեկտեմբերին կինոթատրոն բարձրացավ, ես մեկ-մեկ զարմանում եմ, որ կարացել են այդպես բան անեն։ Բայց հետո որ նայում ես, հասկանում ես լիքը փնթի բաներ կա մեջը։ Այդ ինձ խանգարում է, որ իրանք իրանց աշխատանքի հանդեպ ցավ չեն տալիս։ Ու ես հասկացել եմ ընդհանրապես թե դու ոնց վերաբերվես քո աշխատանքին, այդ աշխատանքը հետո նույն ձևի վերաբերվելու է քեզ։ Այդ չեմ սիրում հայկական կինոյի մեջ, որ կարան իրանք, չգիտեմ, շատ արագ նկարեն, շատ արագ հավաքեն, պրոստը, չգիտեմ, առաջի տարբերակը մոնտաժ անեն, ձենը դնեն տակը, դնեն այդ կինոէկրաններ։ Այտենց չի կինոն։ Կինոն պետք է ոնց որ սցենարը ինքը ժամանակ է խնդրում, ժամանակ է տևում, որ իրան այդ process-ի մեջով անցնի, որ ասենք թե դու մի հատ draft գրես, երկրորդ draft գրես, երրորդ գրես, ասենք թե իմ սցենարներ կան, որ մինչև 16-17 draft հասնում են, որովհետև ասենք թե ինքը պետք է այդ process անցնի։ Նաև կինոյի մոնտաժը եւ կինո հավաքելը, որովհետև այդ նույն ձևի սցենարային process է։ Դու անընդհատ իր ռիթմը, իր տեսարանների հերթականությունը, մեկ հավաքում ես, ասում ես, կարող ես տեսարանը բերենք ստեղ, այս տեսարանը տանենք, ավելի հետաքրքիր լինի պատմությունը։ Այս տեսարանը ոնց որ շատ երկար է, մեջտեղից կիսենք, մեջից մի հատ կտոր հանենք, որ ինքը ավելի լավը լինի։
ինձ թվում է այդ process-ները հայկական կինոյում, շատ հայկական կինոներում չեն անցնում։ Չի գալի ժամանակը, որովհետեւ չեն ուզում այդ ժամանակը տրամադրեն, որովհետեւ իրանք արդեն որոշել են, որ հոկտեմբերի 16-ին պիտի դուրս գան։ Այդի ինձ խանգարում է, որ մենք չենք տրամադրում ինչքան որ պետքա տրամադրենք ժամանակով, որ այդ ստեղծագործությունը լավը լինի։ Հասկացա։ Իսկ վերջի տարիներին ինչ որ ֆիլմեր նայել ես, որ դու եք եկել է հայկական։ Այո։ Ես շատ եմ հավանում մեդալի հակառակ կողմը։ Հա։ Աննան շատ լավ կարացել է տակից դուրս գա, հերոսավարի դուրս է եկել, լինելով այդ ֆիլմի սցենարիստը, ռեժիսորը, դերասանը եւ պրոդյուսերը, այսինքն մի պոզիցիա չի եղել ծանր պրահու համել շտանգա է պարապել այդքան ժամանակ։ Ֆիլմը շատ օրինակ ես այտենց չէի նկարի կինոն, իմ ձեռագրին ինքը շատ տարբեր է, ես մի քիչ ուրիշ ձևի պատմությունը կպատմեի, բայց Աննան կարողացել է ինչքան էլ ուղիղ է նկարել ինքը պատմությունը, էմոցիան շատ ճիշտ է նկարել, ու դու նայելուց այդ զգացմունքը, որ պետք է ստանաս, այդ կինոից ստանում ես։ Հասկացա։ Իսկ AI-ին ո՞նց է վերաբերվում։ Ես օրինակ AI-ից օգտվում եմ։ Վերջի ֆիլմի ժամանակ եմ օգտվել, հիմա եմ օգտվում, բայց օգտվում եմ որպես creative մարդ, որը բաներ կա, որը չի կարող իրականացնի։ Այդ շնորհքը չունի, բայց հիմա գտել եմ մի հատ ինչ-որ գործիք, որը կարող է օգնի իրան։ Օրինակ, երբ որ ես վերջին ֆիլմը մոլորվածը sound design էի անում, եկավ մի բան, որ ես մտածում եմ, որ պետքա մոլի բոլոր տեսարաններում Christmas-ի music լինի։ Հա։ Ու Christmas-ի music-ներ research անելուց հասկացա, որ դրանք շատ թանկ հաճույք են, եթե ես դրանք գնեմ եւ դնեմ պրոստը որպես background music, որ ասենք թե մոլում ոնց է օգտագործման իրավունքը, հա, ֆիլմում։ Օրինակ մենք Sunon օգտագործեցինք եւ շատ օրիգինալ Christmas երգեր ստեղծեցինք ու դրեցինք որպես մոլի background music-ի տեղը, որ լսելուց դու կյանքում չես էլ պատկերացնի, որ դրանք իսկական երգեր չեն։ Կմտածի, որ օրիգինալ տենց շատ լավ Christmas music-ներ են, որոնք մենք չգիտեմ, միտեղից գնել են։ Բայց ստեղծված է եւ։ Այո։ Այս պահին Թազա ֆիլմի նկարչական աշխատանքն եմ AI-ով անում, կոստյում դիզայնները, set դիզայները եւ նաեւ ինչ որտեղ ռասկադրովկեն storyboard-ը AI-ով եմ անում, քանի որ ես լավ գիտեմ terminology-ն այդ թե ոնց է storyboard անում, ես իմ ուզած դերասանների նկարներով, իմ ստեղծած costume դիզայներով եւ location-ներով փորձում եմ ասենք թե storyboard-ը տես realistic տարբերակով ունենամ, որ հետո իմ art department-ին շատ հեշտ բացատրեմ, թե ես ինչ եմ ուզում։ Հա։ Բայց օրինակ գալու է ապա, որ ամբողջովին մի հատ լինելու են ֆիլմեր, որոնք AI-ով դուրս են գալու, դեմից մեզ զարմացնելու են, ասելու են, «Վաու, էս ինչ է, էս ոնց են կարացել, ասենք թե այս դերասանը գոյություն չունի, բայց ինքը համարյա իրական է, իրականություն է, իրական ատմոսֆերա է»։ Բայց մեկը ես գիտեմ, որ կինո process-ը ինքը ստեղծագործական process-ը մանավանդ երբ որ դու այն սիտուացիաների մեջ ես ընկնում որպես creative մարդ, որը պրոբլեմ է։ Ամենալավ պահերը կինոյի, որ ստեղծվում են, երբ որ դու բախվում ես մի հատ մեծ պրոբլեմի։ Ու այդ պրոբլեմի ժամանակ ես դու լուծում գտնում, որ ոնց անես, որ տակից դուրս գաս ու որ կինոտ, չգիտես, դրա պատճառով կինոտ ավելի հաջողված է լինում, որովհետև ասենք թե միամիտ գտնված սիտուացիա է։ AI-ով դու ինչ ասես, ոնց ասես, ինքը իրականացնելու է։ Ես այդ թեմայով իմ ընկերոջ հետ այս վերջերս խոսում էի, ասում էի Սպիլբերգի կինոն, երկրորդ կինոն, ջազը, որը շնաձուկի մասին է։ Ջազը նկարելու ժամանակ առաջի թե երկրորդ օրը այդ ակուլան խեղտվում է, չանում է, խեղտվում է, գնում է, չգիտեմ ինչա լինում, չեն կարող, չի աշխատում ու ստիպված Սպիլբերգը գտնում է մի հատ տրյուկ, որ
կինոն նկարելուց այդ շնաձուկը դառնում է կամերան, այսինքն կամերան է, կամերայի հայացքը, որ մոտենում է մարդկանց, դա շնաձուկն է, POV-ն, հա, այո, առաջ POV-ն որի է եղել։ պատճառով ավելի վախենալու է կինոն դառել։ Հա։ Բայց եթե դա այտենց չլիներ, այդ շնաձուկը, այդ ռոբոտային շնաձուկը չխեղտվեր, չընկներ, այսինքն չկորցնեին իրանք, էդի չէին ունենալու։ Կինոն նույն ձևի չլինելու։ Պրոբլեմի պատճառով է այդ կինոն լավը դառել, Հա։ որտեղ իրանք գտել են լուծում, ավելի լավ լուծում։ Իսկ երբ որ AI-ով դու կինո ես նկարելու, դու ինչ որ ասելու ես, ինքը անելու է։ Այդ խնդիրները դու կյանքում չես գալու, չես ունենալու։ Չի լինելու այտենց դեպքեր, որ դու սիտուացիայի մեջ ես լինելու, որ ասես, վայ, ես ոնց սրա տակից դուրս գամ։ Հեսա արևը իջնում է, ու մենք ունենք մի ժամ այս տեսարանը նկարելու համար։ Ոնց նկարենք այս տեսարանը։ Կարող է մի կադրով նկարենք։ Այդ մի կադրով նկարում ես, հետո ասում են, «Օրա, ես ինչ է կարա, մի կադրով թունքա բանը տեսարանն եք նկարը»։ Բայց դա խնդրեմ ա եղել, դրա համար լուծել ենք այդ խնդրեմը։ Իսկ այտենց չի լինելու է։ Դու ոնց ասելու ես, ոնց բացատրելու ես, ինքը անելու է, ու այդ բնական խնդիրների լուծումները, որ կախարդություն է հետո դառնում, դա չի լինելու։ Հա։ Այսինքն կինոինդուստրիայում այդ խնդիրները վերում են հենց նոր ինովացիաների ու հետաքրքիր լուծումների։ Եթե դու այտենց ռեժիսորների, հայտնի ռեժիսորների բաներ, ինտերվյուներ նայես, դու կլսես լիքը այտենց սիտուացիաներ, որոնք եղել են դեպքեր, որոնք իրանք քիչ ժամանակ են ունեցել, ինչ որ մի բան ա եղել, որի, չգիտես, խի այդ լուծումը գտել են, ու դա ավելի է օգնել կինոին, այլ ոչ թե խանգարել։ Իսկ քո կարծիքով կինոինդուստրիան ինչ ուղղությամբ է գնում։ Կինո կլինի ապագայում։ Կինոն միշտ կլինի, entertainment-ը միշտ կլինի, թե ոնց կնային, դա է խնդրեմը։ Կինոթատրոնում կնային, հեռախոսով կնային, տունը կնային, VR-ով կնային, կմտնեն մի հատ սենյակ, իրանք այդ կինոյի մեջ կլինեն, չգիտեմ։ Այդ թե ոնց կնային, դա է ավելի շատ ապագան, ոչ չէ։ Կինո կլինի, միշտ կինո կլինի։ Կարող է լինի կինո, որ դու մտնում ես ու դու էլ կինոյի մեջ ես։ Կգա ինձ թվում է այդ օրը։ Դե եթե բաներ այդ VR-ները, այդ օրինակ Apple-ի կամ Meta-ի, որ շատ պոպուլյար դառնան ու ավելի տեխնոլոգիական առումով զարգանան։ Ինձ թվում է գալու է այդ օրը, պրոստը բանը չէ, Սպիլբերգի ֆիլմերից մեկը չէ, որ ոնց է Player number 1։ Player number 1, հա, որ հենց VR-ի մեջ խաղի մեջ ես մտնում։ Այ շատ լավ ֆիլմ է։ Այո։ Ու բանը գիտես չէ, Apple-ը իր այդ VR-ի գովազդի մեջ նույն կամերայի աշխատանքը ոնց որ Player number 1-ի մեջ էր նկարած, նույն ձևը կրկնել է, շեշտես։ Նամես ամեն ինչ ուրիշ է, բայց շատ ծանոթ է էլի թվում։ Հա, դե ֆիլմերից շատ գովազդներ են ֆիլմերից ոգի շնչվում։ Դե դրանք էլ են փոճուր ֆիլմեր։ Մարդիկ հայտնի ռեժիսորներ կան, որ հատուկ պահեր կան, ժամանակներ կան, որ գովազդներ են նկարում, որովհետև ուզում են էքսպերիմենտալ բաներ անել։ Էքսպերիմենտ, ասենք կինոյի մեջ շատ չես կարող էքսպերիմենտ անես, որովհետև ասենք դա ավելի կոնկրետ պատմություն պատմելու հետ կապված է։ Իսկ գովազդներ նկարելուց կամ տեսահոլովակ նկարելուց կարող ես էքսպերիմենտներ անես, ինչ-որ թազա բան մտածես, փորձես, այդ դրուկը տեսնես աշխատում է, չի աշխատում, ու երբ որ հետո իմանում ես, այս գովազդը Գայրիչին է նկարել, հասկանում ես, խիա Գայրիչին նկարել, որովհետև ինչ-որ թազա բան է մտածել, ուզեցել է էքսպերիմենտ անի, հետո տենա կարա կինոյի մեջ օգտագործի։ Բաներ չէ, իրա շատ լավ այդ Բիցի ռեկլամը Գայրիչի Ռուսաստանի աշխարհի խաղերը FIFA-ն, որ Ռուսաստանում եղավ։ Այդ տարի ինքը հենց FIFA-ի հետ կապված ֆուտբոլի մասին գովազդեր նկարել։ Այն որ սա point of view-ով է, որ Arsenal-ի չէ, բանը sense ռուս երեխու մասին է, որ փողոցում ֆուտբոլ է խաղում ու այդ արագ փոխվող կադրեր, այդ ձայնը որ տակից խոսում է ոնց է պատմում, այդ բիցնաուշնիկների ռեկլամներ շատ լավն էր։ Չնայած հա ռեժիսորներ կան, որ իրանք ռեկլամներով կարող ավելի հայտնի են, քան ֆիլմերով, օրինակ բան Spike Jonze-ը։ Դե Spike Jonze-ը ինքը այդ տեսակի ռեժիսոր է, ու միշտ մնացել է այդ տեսակի, ինքը ավելի շատ գովազդի եւ տեսահոլովակների ռեժիսոր է, որը նաեւ շանս է ունեցել ֆիլմ նկարել, բայց ավելի իր աշխարհին մոտիկ, ավելի իր ու կարացել է նկարի, որովհետեւ ինքը եղել է արդեն անունով ռեժիսոր, հա։
որ ասենք թե որովհետև այդ կինոները իրանք բան են անում, չէ, նորմալ կինոներ չեն։ Հասարակ մարդու համար չեն։ Ու տենց մի քանի ռեժիսորներ կան, որ տենց փախած կինոներ են նկարել, բայց իրանք բախտերը բերել է, որովհետև իրանք արդեն ստատուս են ունեցել։ Հա։ Մի քանի հատ ֆիլմ ասա, որ պարտադիր բոլորս անպայման նայենք։ Ոյ, 5 ֆիլմ։ 5 սիրած ֆիլմեր, թե հին ֆիլմեր, թե թազա ֆիլմեր։ Կապ չունի, որ դու կուզես, որ անպայման բոլորս նայենք։ Okay, բայց անգլերեն պիտի վերնագրեր ասեմ, Խնդիր չկա, որը ես գիտեմ կթարգմանեմ։ Okay, այս առաջի ֆիլմը, որ ասեմ, այն ֆիլմն է, որ ինձ vocation ցելա կինոռեժիսոր դառնա։ Դա Run Lola Run-ն է։ Biggie Lola Biggie։ Biggie Lola Biggie, հա։ Վազիր Lola Վազիր։ Շատ եմ սիրում David Fincher-ի The Girl with the Dragon Tattoo։ Շատ եմ սիրում Девушка с татуировкой дракона։ Շատ եմ սիրում Jean-Pierre Jeunet-ի Delicatessen։ Շատ եմ սիրում Scorsese-ի Goodfellas-ը։ Хороший парень, չէ։ Շատ եմ սիրում Spielberg-ի Minority Report-ը։ Բաններ այդ որ Tom Cruise-ն է խաղում, հա, ապագան որ կարողանում են կանխատեսել։ Շատ եմ սիրում Hitchcock-ի Rear Window-ն ու Vertigo-ն։ Coen Brothers-ի Fargo-ն, Blood Simple-ը։ Հերքա։ Լրիվ։ Իսկ քեզ ի՞նչն է vocation չում։ Լավ կինո vocation չում է։ Որ լավ կինո եմ նայում, որ հաճույք եմ ստանում։ Ասեմ, վախ, ես էլ կուզենայի sense կինո նկարել կամ sense մի օր կարող է sense կինո նկարեմ։ Լավ գիրք եթե լինում է, բախտս չի բերում ես վերջերս շատ կարդամ, բայց որովհետև ասենք թե անընդհատ ինչ-որ մի բանով զբաղվում եմ ու սիրում եմ քնելուց առաջ կարդալ, բայց քնելուց առաջ որ սկսում եմ ուրիշ բաներով զբաղվել, այսինքն սցենար գրել կամ ինչ-որ մոնտաժ անել, բան անել, այդ արդեն այնքան հոգնած է լինում, որ գիրք կարդալը չի ստացվում, բայց մի ժամանակ գիրք կարդալուց շատ կայֆ էի ստանում, որովհետև ես միշտ իմ պատկերացումով եմ ունեցել այդ ամեն ինչը, էլի, ես չգիտեմ, կինոն տեսել եմ գիրքը կարդալուց, էլի։ Երևի դրանք այտենց բաներ, չգիտեմ, ու սիրում եմ մենակով երազել։ Ես daydreamer եմ, անգլերեն որ ասում են։ Կարամ նստած ինչ-որ բաներ երազեմ ու այդ ամեն երազանքները կպցնեմ իրար։ Պատմություն հնարեմ ու այդ պատմությունը սկսեմ puzzle-ի նման իմ ուղեղի մեջ հավաքել։ Չգրեմ, պրոստը հավաքեմ իմ ուղեղի մեջ։ Ու պատկերացնես աչքերից զարթնում է, այդ գալիս է դուրը բացում է, ոնց այնտեղ մեկը կա, ոչմ սենց։ Սկսում եմ սենց puzzle հավաքել իմ ուղեղի մեջ։ Ու կլինում են դեպքեր, որ այդ կարող է այդ puzzle-ը մի 2 տարի, 3 տարի տևի, միջև ասեմ, օքեյ, ես պատրաստ եմ սրա սցենարի վրա աշխատել։ Շնորհակալություն ոդկասթը մինչև վերջ լսելու համար։ Այս մեկը ձեր համար է։ 1 տարի առաջ մենք ստեղծեցինք LLL համայնքը, որպես Rearrange-ի տրամաբանական շարունակություն։ Հասկացանք, որ օգտակար զրույցները չպետք է ավարտվեն այն ժամանակ, երբ ավարտվում է ոդկասթը։ Մենք ուզում ենք ոդկասթի թեմաները բերել քննարկման, քննարկումներն էլ իրական շփման ու կապերի ստեղծման։ Արդյունքում ծնվեց LLL-ը կամ նույն ինքը Lifelong Learners-ը։ Հարթակ, որտեղ մենք ունենում ենք լայվ քննարկումներ Rearrange-ի հյուրերի հետ, գրքի քննարկումներ գրքասերների ակումբի շրջանակում, մաստեր կլասեր զանազան թեմաներով, 24/7 հասանելիությամբ գործնական դասընթացներ ֆինանսական գրագիտության, AI-ի եւ այլ արդիական թեմաներով։ Իսկ ամեն ամիս արշավելով ամրապնդում ենք կապը բնության հետ եւ իհարկե միմյանց։ Ոչ մի գուրուներ, ոչ մի կարճ ճանապարհ, LLL-ում պարզապես հետաքրքրասեր մարդիկ ենք, որոնք սովորում են իրարից ու իրար հետ սեփական փորձով քայլ առ քայլ։ Միացեք LLL.network։ Կսպասենք։